Ըստ գործի նյութերի 2006-ից 2019 թվականներին Գևորգ Կոստանյանը ստացել է հանցավոր ծագում ունեցող եկամուտներ գույքի և դրամական միջոցների տեսքով։ Լիլիթ Կոստանյանի անվամբ Հայաստանում և տարբեր երկրներում բանկային փոխանցումների միջոցով ձեռք է բերվել մի շարք անշարժ գույքեր, այդ կերպ թաքցնելով հանցավոր ճանապարհով ստացած գումարների մի մասի իրական բնույթը, ծագման աղբյուրը, գտնվելու վայրը, տնօրինման եղանակը, տեղաշարժը, իրավունքները և պատկանելությունը։ Լիլիթ Կոստանյանը ամուսնու հետ փոխկապակցված անձ Արման Գալստյանին 2017 թվականի մարտի 1-ին տվել է լիազորագիր, որով էլ նա շուրջ 16.1 միլիոն ռուբլիով Մոսկվայի շրջանի Խիմկի քաղաքում գտնվող ոչ բնակելի տարածքներ է ձեռք բերել։ Գալստյանն անցնում է նաև նախկին պաշտոնյայի, նրա կնոջ և ընտանիքի հետ փոխկապակցված այլ անձանց վերաբերյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով։ Ամուսինները անշարժ գույք են ձեռք բերել նաև Հունաստանում։ Այս անգամ կինը ամուսնու հետ փոխկապակցված անձ Արթուր Խաչատրյանին է լիազորել իր անունից անշարժ գույքեր գնել։ 400,000 եվրո է փոխանցվել 4 բնակարան գնելու համար 54, 73, 87 և 90 քառակուսի մետր մակերեսով։ Դրանք գտնվում են Աթենքի մարզի Էղալեո քաղաքում։ Հունաստանում անշարժ գույք է ձեռք բերվել նաև 2019 թվականի հուլիսին, այս անգամ Ալիմոս քաղաքում 124.30 քառակուսի մետր մակերեսով բնակարանը և 5 քառակուսի մետր մակերեսով պահեստը։ Այս անշարժ գույքերը Լիլիթ Կոստանյանի անվամբ գրանցելով Գևորգ Կոստանյանը դարձել է դրանց փաստացի սեփականատերը։ Դրանք տվել է վարձակալությամբ յուրաքանչյուր գույքի համար ամսական 200-ից 1000 եվրո վարձավճարի դիմաց։